փաստացի ԵԱՏՄ-ում, խոսքով դեպի Եվրամիություն, հիմա էլ BRICS-ում դիտորդ դառնալու ցանկություն։ Ինչ է կատարվում Հայաստանի արտաքին քաղաքականությունում։ Արտաքին քաղաքական տարերայնություն։ Այսպես է բնութագրում վիճակը Վլադիմիր Մարտիրոսյանը։ Երեք կառույցները քաղաքական ու տնտեսական դաշտում կշիռ ունեն, բայց դա չի նշանակում, որ պետք է երեքից էլ փորձել բռնվել, արդյունքում չստանալով ոչինչ։ BRICS-ի եթե Եվրոպական միության պարագաներում մեզ դիտարկում են որպես ԵԱՏՄ անդամ եւ մեր հետ հարաբերվում են հենց այդ ֆորմատով, անկախ նրանից թե մեր ցանկությունները արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիաների ինչպիսիք են։ Կա փաստ եւ այդ հողի վրա փաստի անունը ԵԱՏՄ-ը, որի անդամ ենք մենք։ Մնացածը արդեն քաղաքական ներկայացություններ են եւ նույնիսկ նույն ձևով տեղավորվում են նաեւ այդ արտաքին քաղաքական տարերայնության դրամաբանության մեջ։ Արարատ Միրզոյանը հնդկական լրատվամիջոցին հարցազրույց է տվել, ի թիվս այլ թեմաների, խոսել BRICS-ին անդամակցելու մասին։ Դուք հարցրեցիք BRICS-ի մասին եւ մենք շարունակում ենք հետաքրքրված մնալ այս կազմակերպությունում ունենալու դիտորդի կարգավիճակ եւ դիտարկելու, թե ինչ կարող է բերել այս համագործակցությունը եւ ձևաչափը մեր տարածաշրջանին։ Գործող իշխանությունը վերջապես արթնացավ, նշում է ընդդիմադիր պատգամավորը։ Դա կարևոր քայլ է Հայաստանի համար։ Դեռ մինչ Թուրքիայի եւ Ադրբեջանի անդամակցության դիմումը ներկայացնելը Հայաստանը պետք է հայտը տար։ Լավ է, որ այս իշխանությունները ճիշտ է ուշացումով, բայց եւ այնպես ականջալուր եղան մեր կոչերին, շատ լուրջ վերաբերվել BRICS-ին։ Պետք է ավելի շուտ դիմեն, քան Ադրբեջանը դիմեց եւ Թուրքիան դիմեց, բայց ոչինչ։ Ուշուշ ինչ-որ բան վերջը գիտակցում է։ Երկրորդ հասնենք դեպի Եվրամիություն գործընթաց, իսկ նման գործընթաց կա։ Դա կատարյալ մի բլեֆ է, որը ունի զուտ ներքաղաքական նշանակություն։ ԵԱՏՄ կազմում մնալն ու BRICS-ին անդամակցելը իրատեսական է։ Բացի այդ, կառույցի անդամ լինելը շահավետ է մեր տնտեսության համար։ Հնարավորությունները լայն են, ռիսկերը ոչ այդքան։ Տնտեսական առումով նայեք, նաև պետք է նայել հեռանկարին, որովհետև եթե այսօր շուրջ 110-115 տրիլիոն դոլար է գնահատում համաշխարհային հնան 2024 թվականի տվյալներով, ապա շուրջ 30 տրիլիոնը բաժին է ընկնում BRICS-ի անդամ երկրներին։ Բայց առավել, եթե մենք վերցնենք 2050 թվականի հեռանկարով, շատ ավելի մեծ է մասնաբաժինը, մասնավորապես մոտորապես գնահատվում է, որ օրինակ 2050 թվականին համաշխարհային լինելու է մոտորապես 227 տրիլիոն, եւ այդ 227 տրիլիոնի շուտ 38%, այսինքն 86 տրիլիոնը բաժին է ընկնելու BRICS-ի երկրներին։ BRICS-ում դիտորդի կարգավիճակով հայտնվելու մասին Միրզոյանն առաջին անգամ Հնդկաստանում է խոսում, այն էլ ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունների ֆոնին, որքանով են կապակցված։ Հնդկաստանի հետ որոշակի մերձեցման հետ կապված որոշակի ազդակ է հետևից։ Սաուդյան Արաբիայում ընթացող բանակցությունների ֆոնի հետ դա ինչքան կապ ունի այնքանով, ինչքանով, ինչպես ասեցի մեր զրույցի սկզբնամասում, դա դեպի Ռուսաստան ռևերանսներ է։ Այսինքն մի կողմից Ռուսաստանին որոշակի ազդակներ հաղորդելն է, մյուս կողմից Հնդկաստանի անդամակցություն ունեցող այդ կազմակերպության շրջանակներում եւս Հնդկաստանի հետ համագործակցություն անելու պատրաստակամության եւ առաջնահերթությունների եւ հնարավորության ցուցադրության նշանակություն ունի։ Ինչպես Եվրամիության անդամակցելու վերաբերյալ հայտարարություններ քաղաքական ենթատեքստ կրում, այնպես էլ BRICS-ում դիտորդի կարգավիճակ ունենալը։ Կարծես Հայաստանը նորից հայացքը դեպի Մոսկվա է ուղղում։ Անի Աբաղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։